Քաղաքական անհաջողությունների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է ռազմավարական հաղորդակցությունների վարչության նոր ղեկավար։ Պաշտոնը ստանձնել է Մանվել Քեշիշյանը, մասնագետ, որը նախկինում համագործակցել է USAID ծրագրերի հետ, հատկապես LGBT անձանց իրավունքների առաջմաղման ուղղությամբ։ Ըստ աղբյուրների, Քեշիշյանի նշանակումը պայմանավորված է վաղարշապատում սպասվող առաջիկա ՏԻՄ ընտրություններով։ Ընտրություններից առաջ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բախվել է լուրջ հանրային դիմադրության։ Կուսակցության թեկնածուն, ըստ մի շարք գնահատականների, դեռ չի կարողանում ապահովել անհրաժեշտ հանրային աջակցություն, ինչն էլ ստեղծել է քաղաքական ռիսկ Փաշինյանի թիմի համար։ Ֆեյքերի պոակը պատասխանատու է կառավարության տեղեկատվական քաղաքականության եւ հասարակության հետ հաղորդակցության համար։ Իշխանության աղբյուրների համաձայն Քեշիշյանի առաջիկա օրերի խնդիրն է լինելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուի շուրջ ձևավորել դրական հանրային ֆոն ակտիվ հաղորդակցությամբ եւ մեդիա դաշտում նոր նարատիվների ներդրմամբ։ Ակնկալվում է, որ առաջիկա օրերին կուսակցության տեղեկատվական ակտիվությունը զգալիորեն կաճի, միաժամանակ ընդդիմադիր ուժերը կանխատեսում են նաև սադրանքների եւ հակաքարոզչական մեդիա արշավների ակտիվացում։ Թիրախում լինելու է Արգիշտի Մեխակյանի հիմնական մրցակից հաղթանակ դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը։ Ելույթ ունենում, երբ ձեր բայց իրենք որ վարքյանին իշխանություն չունեցան, իրենց այդ կողքի վազվզողները իսկ իրանց դեմքին չեն նայելու։ Ոնց եղել են ոչ մի բան, տենց մնալու են ոչ մի բան։ Իրանք ոչ մի բանի մասին մարդիկ են։ Ոչ մի բանի մասին, ոչ։ Բարև ձեզ։ Լավ եք, տրամադրություն է։ Լավ եք, ճախտի